Меня зовут Акоп Микоян, я из Армении. Ճանաչում եք Հակոբին, նա արդեն 4 տարի Հայաստանը մաքրում է աղբից։ Для меня было очень сложно принять это. Շատ դժվար էր գիտակցել, որ պետք է մաքրությունը սկսել ինքդ քեզնից, որովհետև նախ պետք է ուղեղումդ եղած աղբը մաքրես։ Над самим собой. 42 տարեկան է, բայց ասում է սկսեց լիարժեք ապրել, երբ 4 տարի առաջ գիտակցեց իր շուրջ աղբը շատ է, պետք է մաքրել ու Վանաձորում առաջին անգամ ձեռքն առավ աղբ հավաքող գործիքը։ Сегодня уже 1400. Այսօր արդեն 1467-րդ օրն է։ Ես նաև Մոսկվայում մաքրություն արեցի։ Սա իմ անբաժան օգնականն է։ Անբաժան օգնականը ձեռքին Մոսկվայում բեմ է բարձրացել մաքրապատում կազմակերպության հիմնադիրը բնությունը աղբից ազատելու իր առաքելության գնահատականը ստանալու։ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել առաջին Եվրասիա միջազգային մրցանակաբաշխությունը։ Հակոբը սրտի կանչով անվանակարգում է մրցանակ ստացել։ Իմ անունը Միքայել է, ես ներկայացում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Եթե Հակոբի փոխարեն հայտը ընկերներն էին լրացրել, մանկավարժ Միքայելը ինքն է որոշել դիմել Եվրասիային ու չի սխալվել։ Նա էլ է մրցանակ ստացել, սրտի գործ սովորեցնել անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել։ Ասեցի փորձեմ, չունենալը ոչ մի ակնկալիք, երեթե կյանքում ամենալավ հաջողությունները չունենալով ակնկալիք են լինում։ Ավանդական արժեքների պահպանում, կրթության զարգացում, կամավորականություն, հանրային դիվանագիտություն, պատմական ճշմարտության և ռուսերեն տարածման գործում ունեցած ներդրումն է գնահատվել Եվրասիա միջազգային մրցանակաբաշխությանը։ 27 երկրից 3700 հայտ է ստացել կազմակերպությունը՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Մոլդովայից, Վրաստանից, Իտալիայից ու Իսպանիայից։ 13 անվանակարգում են մրցանակ տվել։ Նրանք կամավորներ են, ուսուցիչներ, բժիշկներ, նրանք անվճար ռուսերեն են սովորեցնում իրենց երկրներում, անվճար բժշկական օգնություն են տրամադրում, օգնություն են ցուցաբերում, ոմանք էլ մարդասիրական օգնություն են ուղարկում ռազմաճակատ։ Ազնիվ գործ է մարդկանց միավորելը, ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Քննարկել ընդհանուր տեսլականը, թե ինչպես պետությունները պետք է համատեղ ապրեն և համագործակցեն, քննարկել, թե ինչպես կարելի է առանց միմյանց շահերը ոտնահարելու միասին շատ կարևոր նախագծեր իրականացնել։ Սա ազնիվ գործ է։ Մրցանակը Եվրասիա կազմակերպությունը հիմնադրել է Ռոսսոտրուդնիչեսթվոյի հետ համատեղ։ Մրցանակաբաշխությունը միջոց է շնորհակալություն ասելու նրանց, ովքեր աննկարագրելի աշխատանք են անում, չսպասելով, որ կվճարվեն դրա դիմաց, և որոնք ծառայում են Ռուսաստանի և մյուս պետությունների բարեկամական կապերի ամրապնդմանը։ Մրցանակային ֆոնդը կազմել է 25 միլիոն ռուբլի, բացի ֆինանսական աջակցությունից, հաղթողները կստանան նաև մենթորական, խորհրդատվական ու տեղեկատվական աջակցություն իրենց նախագծերի հետագա զարգացման համար։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուժ։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։